Բրիտանացի փոփ արտիստ Ֆիլիպ Քոլբերտի ծովախեցգետնի քանդակները փոխում են հայտնի անգլիական վեհաշուկ տան դեմքը։ Քանդակները բացվել են հարավային Անգլիայի Բուքինգհեմշիրում գտնվող Waddesdon Manor կոչվող կալվածքի տարածքում։ Այն գտնվում է ազգային հիմնադրամի վերահսկողության տակ, որը ժառանգության եւ բնության պահպանման բարեգործական եւ անդամակցային կազմակերպություն է Անգլիայում, Ուելսում եւ Հյուսիսային Իռլանդիայում։ Քոլբերտի վառ ծովախեցգետնի ծաղիկը կոչվող քանդակն իր պատվավոր տեղն է զբաղեցնում ֆրանսիական ոճի ամրոցի շրջակա բավականին տպավորիչ տարածքում։ It's really incredible to put Իսկապես անհավանական է ժամանակակից արվեստի գործը նման միջավայրում տեղադրելը։ Ինձ միշտ դուր է եկել այն միտքը, որ իմ ժամանակակից արվեստի ոգին կարելի է ներկայացնել այսպիսի մի վայրում, որը ոգեշնչված է դիցաբանությամբ, երևակայությամբ եւ արհեստագործությամբ։ Մեկ այլ չժանգոտվող պողպատից պատրաստված քանդակ, որի անվանումն է ծովախեցգետնի արևածաղիկները, այն տեղադրված է վիկտորիանական պարտերի տեսարանով հարավային ճակատում։ Ծովախեցգետնի վառ քանդակները տեղում կմնան մինչև հուլիսի 6-ը պատմական կալվածքի ամենամյա ամառային փառատոնի շրջանակում։ Մարդիկ հավաքվել են Գլաստոնբերիի երաժշտական փառատոնին մասնակցելու, այսպես կոչված խաղաղության մանտրա երգելու եւ Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի ակտիվիստների ելույթները լսելու համար։ Միջոցառման մասնակիցները ձեռք-ձեռքի տված երգել են միաձայն։ Փառատոնի կազմակերպիչներն այն անվանել են խաղաղություն, հույս եւ միասնություն տոնող եւ հակամարտություն ապրող մարդկանց հետ համերաշխություն արտահայտող միջոցառում։ Պաղեստինցի ակտիվիստ Համզե Ավադեն խնդրել է փառատոնի մասնակիցներին հակազդել քաղաքական առաջնորդներին եւ պահանջել խաղաղություն Գազայում, որտեղ պատերազմը մոլեգնում է ավելի քան 20 ամիս։ Այդ ընթացքում զոհվել է ավելի քան 56,000 պաղեստինցի, հիմնականում քաղաքացիական անձինք։ Համզե Ավադեն այդ ժամանակվանից ի վեր ապրում է Իտալիայում։ Հատուկ եկել է Գլաստոնբերի, քանի որ փառատոնի մասնակիցները երաժշտասերներ էին, որոնք կյանքը սև ու սպիտակ չեն տեսնում։ The people who are music lovers. Այստեղ մարդիկ են, որոնք ունեն բավարար խիղճ հասկանալու համար, որ իրականում խոսքն Իսրայելի եւ Պաղեստինի կամ իսրայելցիների եւ պաղեստինցիների մասին չէ, այլ այն մասին, թե ինչպիսի աշխարհում ենք մենք ուզում ապրել։ Պաղեստինցի երեխայի համար պայքարելը նշանակում է աշխարհի յուրաքանչյուր երեխայի համար պայքարել։ Մենք ապրում ենք երկու աշխարհում, անընդհատ հույսով ենք լցված եւ անընդհատ հոռետես ենք։ Պետք է շարունակենք առաջ շարժվել, չենք կարող հանձնվել։ Գեղեցիկ է, որ մարդիկ հոգ են տանում, գեղեցիկ է, որ մարդիկ երթ են անում։ Վստահ եմ, որ Գազայի բնակիչները կարող են զգալ սերը, եթե ոչ կառավարության, ապա գոնե ժողովրդի կողմից։ Բայց մենք կարող ենք այստեղից այնքան շատ գործողություններ ձեռնարկել, որ կառավարությունն այլևս չկարողանա մեզ անտեսել։ Շվեդիայի հարավում գտնվող Լունդ քաղաքի թանգարանն այս ամռանը կազմակերպում է Anonymous անանուն անվամբ արվեստի կոլեկտիվի փողոցային արվեստը ներկայացնող ցուցահանդես։ Էլին Վեստերհոլմի եւ Լուպուս Նենսի հիմնադրած կոլեկտիվն առաջին անգամ հայտնի դարձավ 2016 թվականի դեկտեմբերին, երբ Շվեդիայի հարավում գտնվող Մալմյո քաղաքում բացվեց փոքրիկ մկների ռեստորան։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց ինստալացիաները սկսած Լունդի դեղատնից, Կանադայի Քվեբեկ քաղաքի ռադիոստուդիայից մինչև Մեծ Բրիտանիայի Մեն կղզու ամրոցը հմայել են մարդկանց ամբողջ աշխարհում։ 2025 թվականի գարնանը Վեստերհոլմը եւ Նենսենը բացահայտեցին իրենց ինքնությունը, միաժամանակ հայտարարելով, որ իրենց ստեղծագործական նախագիծն ավարտվել է։ Սկիսերնաս թանգարանի ցուցահանդեսը ներառում է Մալմյոից եւ Լունդից ընտրված ինստալացիաներ, նաեւ սկեչեր եւ նախապատրաստական աշխատանքներ, որոնք ներկայացնում են Վեստերհոլմի եւ Նենսենի ստեղծագործական կյանքը։ Well, because I've been watching Anonymous. Քանի որ ես տարիներ շարունակ հետևել եմ Անոնիմասին Մալմյոյում, միշտ ցանկացել եմ նրանց բացահայտել, եւ համավարակի ժամանակ ես տեսա բոլոր այն արվեստի գործերը, որոնք կարելի էր տեսնել դրսում։ Կարծում եմ, որ անկախ ամեն ինչից մարդիկ պետք է արվեստի գործեր տեսնեն, քանի որ դրանք զարկ են տալիս մեր երևակայությանը։ Ցուցահանդեսը կտևի ամբողջ ամառ, այցելուներին հնարավորություն տալով ուսումնասիրել ստեղծագործական կոլեկտիվի աշխատանքների պատմությունները։ Բիլունդի Լեգոլենդը բացել է նոր ցուցահանդես, նվիրված Ֆերմարնբելտ կոչվող կապող թունելի կառուցմանը 18 կիլոմետր երկարությամբ։ Ջրասույզ թունելի, որը կկապի Գերմանիան Դանիայի հետ, երբ դրա կառուցումն ավարտվի։ Ցուցահանդեսում ներկայացված են շինհրապարակի Լեգո մոդելները, այդ թվում փորողներ, նավեր եւ նախագծի վրա աշխատող անձնակազմ։ I think we have more than 800,000
Կարծում եմ, այս նախագծում մենք ունենք ավելի քան 800,000 Lego աղյուս։ Եթե չեմ սխալվում, մոտ 20 մոդելավորող է աշխատել այս նախագծի վրա։ Մենք սկսել ենք այս նախաձեռնությունը 2023 թվականին, այնպես որ շինարարության վրա բավականին երկար ժամանակ ենք ծախսել։ Բալթիկ ծովի տակ գտնվող թունելը կկապի դանիական Լոլանդ կղզին գերմանական կողմում գտնվող Ֆեմարն կղզու հետ։ Ի տարբերություն փորված թունելի, ջրասույզ թունելը կազմված է խորոչավոր բետոնե տարրերից, որոնք ձուլվում են ցամաքում եւ մաս առ մաս հավաքվում ծովում, թունելը ստեղծելու համար։ Կենդանիների իրական չափսերի խամաճիկ տիկնիկները հերթով անցել են Լոնդոնով։ Այս միջոցառումն անցկացվել է Հոտեր անվամբ արվեստի նախագծի շրջանակում։ Այն վերաբերում է կլիմայական ճգնաժամին, որը ձգվում է կենտրոնական Աֆրիկայից դեպի արկտիկական շրջան, մինչև 20,000 կիլոմետր։ Հոտերը հանրային արվեստի ինստալացիա է, որտեղ կենսաքայքայվող նյութերից պատրաստված կենդանի տիկնիկները կանցնեն 11 երկրով։ And I think that what the project offers is a different way of thinking. Կարծում եմ, որ նախագիծն առաջարկում է մտածողության տարբեր ձև, որպես համագործակցային մտածողություն։ Յուրաքանչյուր քաղաքում մենք համագործակցում ենք բազմաթիվ շատ տարբեր հաստատությունների հետ, փորձելով ստեղծել այս հսկայական գրեթե անհասանելի ճամփորդությունը։ Հույս ունեմ, որ նախաձեռնությունը կոգեշնչի մարդկանց փոփոխություններ իրականացնելու հարցում։ Յուրաքանչյուր քաղաքում տեղացի կատարողները մարզվում են տիկնիկագործության եւ ներկայացման մեջ իրենց սեփական կենդանի խամաճիկներին ավելացնելով ինստալացիային։ Հոտեր վերնագրով այս յուրօրինակ միգրացիան արդեն անցել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունով, Նիգերիայով, Սենեգալով, Մարոկոյով, Իսպանիայով, Իտալիայով եւ Ֆրանսիայով։ Այն կավարտվի 2025 թվականի օգոստոսին արկտիկական շրջանում, որտեղ կցուցադրվի վայրի բնության տիկնիկային ընդլայնված հավաքածու, որը խորհրդանշում է վտանգված բնակավայրերը գլոբալ տաքացման վտանգի առջև կանգնած աշխարհում։ Լաբուբու տիկնիկները նվաճել են ամբողջ աշխարհը, ահա թե ինչու մոսկովյան ռեստորաններից մեկը որոշել է օգտվել այդ առիթից եւ իր այցելուներին մատուցում է հատուկ աղանդեր, որը նման է չինական փափուկ խաղալիքին։ Սպիտակ շոկոլադով պատված եւ մրգային մուսով լցված այս քաղցրավենիքը շատ սիրված է այցելուների շրջանում։ Չնայած այս ռեստորանում ընդամենը 1 ուտելի լաբուբուն ամբողջական ճաշի գնի է, մարդիկ այն մեծ հաճույքով են պատվիրում։ Աղանդերի 1 կտորը 4500 ռուբլի արժե։ Իհարկե, որպես բոնուս այն պատվիրողները անվճար կստանան խաղալիքի բարձրորակ կրկնօրինակը։ Понятное дело, что первые 2 недели, наверное, это был жуткий. Իհարկե աղանդերի ներկայացումից հետո առաջին 2 շաբաթների ընթացքում մեծ իրարանցում էր։ Մենք շատ զանգեր ունեինք, օրական գուցե մոտ 1000 զանգ։ Մեր ռեստորանի հաճախորդների հոսքը իսկապես մեծ էր, իսկ լաբուբուի պահանջարկն էլ ավելի մեծ էր։ Հիմա պահանջարկը մի փոքր նվազել է, քանի որ այս առաջարկը բավականին երկար ժամանակ է, ինչ կա, բայց մենք արդեն վաճառել ենք մոտ 300 նման աղանդեր։ Լաբուբուն ստեղծվել է 10 տարի առաջ հոնկոնգցի նկարիչ եւ նկարազարդող Կասինգ Լանգի կողմից։ 2019 թվականին Լանգը համաձայնել է դրանք վաճառել Pop Mart-ին, չինական խաղալիքների ընկերությանը, որը վաճառում է հավաքորդական արձանիկներ, որոնք հաճախ վաճառվում են այսպես կոչված կույր տուփերի մեջ։ Կույր տուփի տեսքով խաղալիքի գնորդը ճշգրիտ չգիտի, թե ինչ դիզայնի խաղալիք կստանա, մինչև չբացի փաթեթավորումը։ Pop Mart-ի խանութներում վաճառվող լաբուբուի կույր տուփի տեսքով խաղալիքների մեկնարկային գինը մոտ $7 է։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։